մենք դատախազության առաջ էսակցան կոնկրետ ուղղված էտատելության, մեկ էլ երկրորդ հարցը կոռուպցիոն թալանչի խոսքի այդ հասկացողությունը հանրության մեջ սերմացնող այդ հարցերի շուրջ ենք կայնած։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, կա երկու ուղղության աշխատանքներ, որը իրականացվում է պետական մակարդակով, որը իրականացվում է հանրության մեջ։ Բոլոր հանրության մեջ, տարբեր երկրներում, տարբեր ղեկավարների կողմից, ինչ հարց ավելի շատ գեներացվում է, հանրության մեջ էլ ժողովրդի կողմից դա սերմացնվում է։ Այն ներկայացուցիչների կողմից, որը ուղերձված կամ էլես մեկ էմոյուսը։ Եռաբոլորում չկա արցախցի և հայաստանցի, կա հայազգ։ Բոլոր տեղերը մարտադաշտում չի եղել հայաստանցի և արցախցի, եղել է հայազգ։ Ու մնացած բոլոր հարցերի շուրջ, մնացած բոլոր կարևոր հասկացողության մեջ այն մարդիկ, որ մտցնում են տարանջատումը, դրանք նույնատիպ թշնամի վտանգավոր մարդիկ են մեր ազգի համար։ Դատախազությունը, պարտականությունը, իրաց աշխատանքները առաջի հերթին պիտի ուղղված լինի հանրության մեջ սերմացնող այդ մարդկանց ներգրավելու պատասխանատվության։ Եթե չեն անում, պահանջում եք ղեկավարությանը դուրս գալ հանրության մեջ ներկայացնի հիմնավորած բոլոր այդ պատասխանները։ Ինչա ձեզ խանգարում, ինչա ձեզ բոլոր բաները ձեր ձեռքին է, օրենքներն է ձեր ձեռքին, բոլոր հնարավորություններն է ձեր ձեռքին։ Ուրեմն հետատելության հետ կախված, նորից եմ ասում, կա ինչ-որ բան ուղղություն կոնկրետ այդ աշխատանքները իրականացնելու համար, որ պառակտում մտցնելով եկել ենք հասել այս իրավիճակին։ Պառակտում մտցնելով մեզ այսօր փորձում են մեր ժողովրդի մեջ իրար նկատմամբ հանեն իրաց մեղքերը գցեն մեր վրա, որ մենք ժողովրդով իրար մեջ հարցերը պարզենք։ Չի լինելու, չի ստացվելու։ Արցախցիներն է, գյումրեցիներն է, Սյունիքի ժողովուրդն են, մենք մի ազգ ենք ու ես գիտեմ, որ մեծամասնությունը, այդ գիտակցությունը, առողջ տրամաբանությունը բոլորի մեջ կա։ Բայց մենք ինքներս թույլ չպիտի տանք որպես հանրության մեջ ժողովուրդ, որ դա իրականանա, դա խայտարակ բան է։ Դրսի նայող ուրիշ երկրների ժողովուրդը նայում է մեջին ինչ է կատարում։ Ոնց կարող է ազգի մեջ իրար նկատմամբ ատելություն լինի, այս բան չկա։ Դա կա, նորից եմ ասում, պետության ղեկավարը, եթե դու ուժեղ ղեկավար ես, դու պիտի կողմնակից լինես, որ բոլորը հավասար լինեն, որպես մի ազգի ներկայացուցիչներ։ Եթե բաց թողումները կա, էլի ձեր խնդիրներն է, էլի ձեր ձեռատուբաներն է, որ դուք եք իրականացնում։ Հաշվի առնելով այս բառերը ինչ է բարեմոտագործում, որ պետական մակարդակով ներկայացուցիչներն են դերանները բացում, էլ էջերի տարանջատում կամ ատելություն մտցնում ժողովրդի մեջ։ Երկրորդ հարցը թալանչիների հետ կախված, թալանչի, խոսում են միշտ, ու խոսում են այն մարդիկ, որ շարունակում են այդ թալանը այսօրվա իրավիճակում էլի նույն գործողությունների պրոցեսներով և նույն ծրագրերով։ Թալանել եք իմ երկիրս, ծախել եք իմ երկիրս, Արցախը ծախել եք, այդ թալանչի այդ պատասխանը տվեք, հիմնավորած ձևակերպով տվեք, եթե չունեք այդ պատասխանները, որ արձագանքում եք մնացած թալանչիների մասին, մենք բոլոր այստեղ հավաքվել ենք, տեսնեք անուն առանուն, հիմնավորած ձեր ձեռքին կա բոլոր այդ հնարավորությունները, բացահայտեք, ներկայացրեք ժողովրդին այդ թալանի սկիզբնու միջև վերջը, դրանց անունները, այդ չէ թալանի խոսքի տակ էլի մարդկանց մեջ մտցնեք, որ ասում է մեր մեջ անձամբ իմ մեջ կամ մնացածի մեջ այդ տարանջատման կամ էլ ոսվեք գնացեք թալանչիներից փող վերցրեք։ Բայց իշխանությունը դուք եք 7 տարի ստեղ, 7 տարի երկրի գլուխ եք կաղնած, այդ թալանչիների խիչ եք մեկին բերել հասցրել ժողովրդի առաջ ասեք այդ թալանչին էսի է։ Խիչ եք արել հարցացակում, ու հարցացակում դրա հետ միասնել կասկածանքի տեղ է տալիս, որ դուք էլ եք մասնակից այդ թալանչին, որ դուք էլ եք դրա այդ գործողության պրոցեսներին դա ձեզ ձեր է տալիս, որ ձեր ընթացքում աթոռի նստել, աթոռի պահելու համար եղած դեպքում միշտ արձագանքեք դրա մասին։ Պետական մակարդակով ղեկավարս մատ ես թափ տալիս թալանչիներին, պատի շարելու եմ, դետի արա էլի արա, ինչ չխի, ով եք ես խանգարում։ Արեք, հիմա այսօր կաղնած եք դատախազության առած, պահանջում եք, գլխավոր դատախազին դուրս գա ստեղ, ձևավորած պատասխաններ եկել եք հարցնելու,
թալանչի հասկացողությունը բերեք հասկացնեք, ում մասին է խոսքը գնում, ժողովուրդը ուզում է հասկանա։ Մենք կողմնակից ենք, մենք գիտենք, որ կան թալանչիներ, եղել են, կան, ու շարունակում են մեր թալանը լինելու, ու լինելու այդ թալանը։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կոնկրետ մենք որ ասում եմ հասցեատերներին պահանջենք պատասխանը ստանալու համար։ Դրա համար այս հարցի կապակցությամբ մենք գտնում ենք դատախազության առաջ։ Խնդրում ենք գլխավոր դատախազին դուրս գա ստեղ, հաշվի առնելով ժողովրդի իրազեկության վրա այդ աշխատանքները հանրային ժողովրդին թող բացատրեն, որովհետև տարբեր կողմերից սերմացած ինչ-որ ներկայացուցիչներ բերանի փաթաթանք են զարկել, մեզ էլ փորձում են ժողովրդին գցեն այդ գործողությունների կամ այդ մասնակցության մեջ։ Չկա տես բան։ Դուրս եկեք ստեղ ժողովրդի պատասխան տվեք, այս հարցի պատասխանները ստանանք մենք։ Շնորհակալություն։